Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Նախորդին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այն տևել է 2.5 ժամ, ասում են ամենաերկար զրույցը, որ կարող էր երբևէ տեղի ունենալ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարների միջև, բնականաբար առանցքային թեման եղել է ուկրաինական ճգնաժամը։ Զրուցակիցս Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայկական համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Ավագյան, ձեր հետևությունները այս զրույցից, պայմանավորվածություններից, հետո արդեն կանադառնանք իհարկե առանձին կետերով, թե ինչ են համաձայնեցրել, այսպես ասած, ու դրան արձագանքներին։ Ինչպես եք դուք գնահատում այս զրույցը, ինչի մասին էր այն, որքանով էր շահեկան ուկրաինական կողմի համար եւ որքանով է արտացոլում Ուկրաինայի մտահոգությունները։ Անկեղծ ասած, ոչ մի նոր բան երևակայում ոչ ոք իր համար չբացահայտեց Ուկրաինայի հանրության մեջ, երևի թե շատերի սպասումները հենց այսպես էլ կային, այսինքն իմ կարծիքով սա զրույց էր, չնայած անկեղծ ցանկացած բանակցություններ, ցանկացած բանակցություն պատերազմի ֆոնին ավելի լավ է, բայց եւ այնպես մենք հասկանում ենք, որ սա բանակցություն է, ուղղակի բանակցություններ սկսելու համար։ Եվ ավելին չէինք էլ սպասում, երևի թե ավելի վատ սպասումներ ունենք, քան արդեն տեսնում ենք, ու հաշվի առնելով, որ ոչ միայն Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտության շուրջ էր խոսակցությունը հեռախոսային, այլ ես դժվարանում եմ ասել, շատ ավելի կարևորը որն էր, որ մասն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համար կարևոր միջին արևելյան պատերազմի հետ կապված պայմանավորվածությունները, թե ուկրաինական ճակատի, բայց եւ այնպես արձանագրենք, որ բանակցությունները սկսվեցին, առաջին քայլը արված է, տեսնենք ինչ կլինի։ Հետագայում Ես մի քանի մեջբերումներ անեմ, Կրեմլի մամուլի ծառայությունն ասաց, որ Պուտինն աջակցել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին եւ նման հրաման է տվել զինվորականներին։ 30 օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է շփման գծի ողջ երկայնքով հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն, ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգ, սպառազինության մատակարարման դադարեցում այդ շրջանում։ Սպիտակ տունը նշում է Թրամփը Պուտինը պայմանավորվել են խաղաղության ճանապարհի հարցում էներգետիկ ու եւ ենթակառուցվածքային հրադադար, տեխնիկական բանակցություններ, Սև ծովում ռազմածովային հրադադարի նպատակ, լիակատար զինադադար, դե արդեն հետո հարատև խաղաղություն։ Այնուհետև Ուկրաինայի նախագահը շտապեց նշել, որ ռուսական կողմը հակված չէ այդ զինադադարին, քանի որ նշում էր, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն են հիմա թիրախավորվում, այդ թվում եւ անօթաչու թռչող սարքերով տարբեր ուկրաինական համայնքներում եւ այլն։ Ռուսական կողմը հայտնել, որ Ուկրաինան հակված չէ, որտեղ Ուկրաինան թիրախավորում է ինչ որ էներգետիկ եւ այլն հիմա ենթակառուցվածքներ ու այսպես շարունակ եւ արդեն այլ հայտարարություններ տարբեր պաշտոնյաների կողմից, մասնավորապես նույն մենք կարող ենք մեջբերել Դմիտրի Մեդվեդևին, ով ասում է, որ ճաշարանում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն են, գլխավոր ուտեստը Կիևյան կոտլետը, Զելենսկին ասում է, մենք աղցան եւ կոմպոտ չենք, որպեսզի լինենք մենյուում, մենք պիտի լինենք բանակցություններում, Զախարովան արձագանքել է, որ Կիևի ռեժիմը աղցան այո եւ կոմպոտ չէ, այլ այն, ինչ վերածվում է մենյուի պարունակությունը մարսելուց հետո։ Եթե մենք հիմա վերլուծենք խիստ գիտականորեն, թվաբանության առումով, ոչ մի առաջիկայում նշված պայման, որ ձեռք են բերվել Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, ոչ մի պայման չի ընդունել կամ ավելի շուտ մերժել Ռուսաստանը, ապահովելով փոքր հաղթանակ Տրամպի համար, քանի որ Տրամպը ոչ պակաս ամբիցիոզ էություն ունի, որը այդ մի կետով, որ այո, համաձայն ենք, բայց եւ ձեր թվարկած բոլոր
կետերը միայն համաձայնությունը, որ համաձայնվել են հենց այսօրվանից, սա հրադադար է կապված էներգետիկ կառույցներին չհարվածելու էներգետիկ Ենթակառուցվածքներին չվնասելու, որը անկառավարելի եւ անվերահսկելի է։ Սա ռուսական ոճի մեջ տեղավորվող հազարավոր էներգետիկ ենթակառուցվածքներ կան Ուկրաինայում եւ սա հնարավոր չի ասել եւ այսօր էլ ռմբակոծվում են, այո։ Դե արի ու ապացուցի, որ դա Ռուսաստանն է, այսինքն սա այն կետն է, որը եղած չեղած մի հաշիվ է։ Այսինքն մնացած բոլոր կետերը որպես նպատակ, բայց մեր նախապայմաններով։ Մեր նախապայմաններով, հենց նախապայմաններով հարձակվել էինք 7 օրվա մեջ լուծելու խնդիրը։ Հիմա այդ նախապայմանները, եթե 3 տարի հետո այսօր ռուսական բանակը շնչահեղձ լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարողանում է նախապայմաններ թելադրել։ Թելադրելը միգուցե շատ ավելի խիստ բառ է, բայց եւ այնպես առաջարկել է, ընդունում ենք ձեր առաջարկը, բայց այս նախապայմաններում ինչի մասին է խոսքը, այսինքն լավատեսություն ինչ խոսք չի ներշնչում, բացարձակ չի ներշնչում, որ հետագա ինչ քայլեր կլինեն, բայց եւ այնպես քանի որ բանակցություններ են եւ համեմատականով անցկացնում ենք պատերազմի միջև դրա համար կարող ենք ասել մի քայլ առաջ են գնացել։ Ընդհանրապես մի քայլ առաջ են գնացել, բայց սա բացարձակ չի նշանակում, որ գնում ենք ընդառաջ կա բարի կամք, կա ցանկություն խաղաղության, երբեք Ռուսաստանը չի ունեցել եւ չի կարող ունենալ, որ Ռուսաստանը իր էությամբ պետությունը, ռուսաստանյան պետությունը իր էությամբ չի կարող ձգտել խաղաղության, որտեղ միակ գոյությունը այդ պետության պատերազմն է։ Պատերազմն է նախապայման, որ գոյություն ունի այդ պետությունը։ Դադարում է պատերազմը, պետությունը կդադարի գոյություն ունենալ կամ կանջատվի տարբեր պետությունների, կբաժանվի տարբեր պետությունների, չի կարող Ռուսաստանը, ապրիորի չի կարող Ռուսաստանը ձգտել խաղաղության։ Էլ չեմ ասում ռուսական իշխանությունները, որոնք միայն պատերազմի եւ այսպես ասած ինչ որ էմոցիոնալի հիման վրա, հաղթանակների հիման վրա են կարճած իշխանություններին 25 տարի, սա ինձ թվում է բոլորն են հասկանում, որ առանց պատերազմի ոչ մի ռեժիմ Ռուսաստանում չի կարող գոյություն ունենալ, առավել ևս պետությունը, Ռուսաստան պետությունը չի կարող գոյություն ունենալ առանց պատերազմի, իմ խորին համոզմունքն է։ Ինչպես նկատեցիք, այո, առաջարկները ընդունվում են նախապայմաններով ռուսական կողմից, ասում են մոբիլիզացիայի դադարեցում Ուկրաինայում, զինման դադարեցում, հետախուզական տվյալների դադարեցում, 1000 ու մի բան, հա։ Այս պայմանները ըստ որքանով են իրագործելի, որքանով կարող են, դե Ուկրաինայի համար ընդունելի չեն, պարզ է, բայց օրինակ նույն Միացյալ Նահանգների համար, որը կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ ընդունելու եւ համաձայնելու այս պայմաններով։ Անդրադառնալ նորից մինչև ռուս-ամերիկյան հեռախոսազրույցը ուկրաինական դելեգացիան հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արաբական Էմիրատներում եւ կոնկրետ քանի ժամ տևած բանակցություններից հետո արեցին ընդհանուր հայտարարություններ, որը գոհացրել էր երկու կողմերին եւ այնտեղ նշվեցին բոլոր այն կարմիր գծերը, որոնք Ուկրաինայի համար ընդունելի չեն եւ ոչ մի պարագայում Ուկրաինան չի կարող գնալ նման քայլերի, որը հիմնված է իրավունքի ուժի վրա, ոչ թե ուժի իրավունքի։ Այսինքն եթե խոսում ենք մենք տարածքային ամբողջականության, սուվերենության, խոսում ենք նախապայման որպես տասնյակ հազարավոր առևանգված երեխաների վերադարձի մասին եւ ողջունում է Ամերիկան եւ արգումենտները թույլ չեն տալիս այլ կերպ վարվել։ Եթե հիշենք առաջին հանդիպումը Տրամպի Օվալաձև կաբինետում, այնտեղ ուղղակի իմ կարծիքով նախապես պատրաստված սցենարով էր, որ չլինեն արգումենտներ, չհնչեն արգումենտներ եւ չնայած նախապես պայմանավորվածությունների եւ կազմակերպվածությունների ամեն դեպքում մեր նախագահը կարողացավ
շատ մեծ դժվարություններով մի քանի արգումենտներ նշել, որը առաջացրեց շատ մեծ պայթյուն եւ մենք տեսանք դրա հետևանքը, որին հետևեցին այլ հաջորդ շատ ավելի ոչ խրախուսելի քայլեր Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ինչպիսիք էին հետախուզական տվյալների դադարեցումը, ինչպիսիք էին զինամթերքի մատակարարման դադարեցումը, սա բարձրաձայն կերպով ասվում էր, որ մենք կարող ենք իրավունքի ուժը փոխարինել ուժի իրավունքով, բայց եւ այնպես Արաբական Էմիրատներում հանդիպումից հետո եղան հայտարարություններ եւ ամերիկյան կողմից, քանի որ կային արգումենտներ, որ ոք չեն կարող, առողջ բանականություն ունեցող մարդը չի կարող հերքել առողջ արգումենտները, եւ ինչն է խանգարում Ռուսաստանի Դաշնությանը վերադարձնել մեր երեխաներին, տասնյակ հազարավոր երեխաներ, Գաագայի դատարանի կողմից ճանաչված է միջազգային հանցագործ հենց այս փաստով, եւ չգիտեմ ինչու այսօր հրապանցիկ են անցնում շատ լրատվամիջոցներ, չէ՞ որ սա առաջին հերթնական պահանջն է, որ խաղաղության ձգտող կողմը չի կարող անտեսել սա, խոսել խոկեի հավաքականների հանդիպումներից եւ միևնույն ժամանակ բառ անգամ չարտահայտվել, որ սա ինչ նախապայման է, ինչ երեխաներ, ինչպես այս թեման թողել մի կողմի վրա, սա ուղղակի խոսակցության իմաստավոր բնութագիրն է, այսինքն խոսել ենք ամեն ինչից, բայց չենք խոսել այն բաներից, որ իրոք այսօր միլիոնավոր մարդկանց եւ հուզում են եւ միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր մարդկանց կարող են ոտքի հանել, սա այն զգացմունքն է, որ կապված է երեխաների հետ, որոնք ազգություն չունեն, տասնյակ հազարավոր առանձնված երեխաներ, իսկապես դա ամենացավալի, ամենաողբերգական հատվածներից մեկն է, որտեղ են այդ երեխաները, ինչ ճակատագրի են արժանացել, ինչ է եղել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, Պուտինը փաստացի մերժել է հրադադարի առաջարկը եւ կոմերսանտը հողմանելով Պուտինի հետ փակ հանդիպմանը ասում է, որ Ռուսաստանի նախագահը ասել է. Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Արևմուտքը եւ Ուկրաինան ճանաչեն Ղրիմը, Դոնբասը, Լուգանսկը, Խերսոնի, Զապորոժիայի շրջանները որպես ռուսական անկախտելի տարածքներ։ Սա որքանով կարող է, այսպես ասենք, կոնֆլիկտը գոնե սառեցնելու ընդունելու տարբերակ լինել։ Սրանք հենց այն առաջարկություններն են, չէի փոխարեն։ Մերժելու փոխարեն արվում են, այո, ինչ խոսք։ Բայց ընդունեք, այսինքն սա չէի մի տարբերակ է։ Չէին հումանիշ, մերժմանը հումանիշ բաներ են։ Եվ էլ եմ ասում, չտեսնել 3 տարի անընդհատ շարունակական տևող այս աղետը, այս ցեղասպանությունը Զախարովան ինչ-որ հաղթանի, կոտլետի, ինչ ցինիզմի ինչ աստիճանի է հասել եւ չի կարող սա չնկատել առաջերտին ամերիկացի քաղաքացին։ Ամերիկայի քաղաքացին իր բնույթով տեր է եւ իր երկրի եւ իր երկրի քաղաքականությանը ազատ է, ամենաազատն է կարելի ասել եւ չի կարող չնկատել այս ամենը, ինչից ենք խոսում եւ ինչ մեկնաբանություններ եւ անլուրջ է, այսինքն մինիմում ինչ է հրաժարվելու ամենակարճ ճանապարհն է հրաժարվելու, ես չեմ հրաժարվում, բայց այս պայմաններով, որոնք անընդունելի են։ Հիմա ինչ մեկնաբանության կարիք չկա, սա Ռուսաստանի ոճն է։ Բոլոր պարագաներում, բոլոր հակամարտությունների ժամանակ, եթե մենք քննարկենք, վերլուծենք Ռուսաստանի մոտեցումները, այո, բայց, չէ բառը չկա, բայց այոն էլ այո չի, այսպես ասած։ Շատ լավ, ինչ է կանխատեսում, այս դեպքում ինչ է լինելու, եթե Ռուսաստանի մոտեցումը դա է, առաջարկները ընդունում ենք, բայց չէին համարժեք այլ պայմաններ, նախապայմաններ ենք առաջ քաշում, ի վերջո ընդունել այդ նախապայմանները, հասնել այդ հրադադարի ռեժիմին, ի վերջո չընդունել Կիևի կողմից այդ մոտեցումները, շարունակել պատերազմը, նաև Միացյալ Նահանգների աջակցությամբ եւ երրորդ տարբերակը չընդունել պատերազմը, շարունակել, սակայն առանց Միացյալ Նահանգների հետախուզական ու ռազմական աջակցության։ Ես չէի շտապի տալ
գնահատականը թե ինչ կլինի, ինչ շարունակություն կունենա, որովհետև կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ այս պարագայում շատ ծանր վիճակի մեջ են գտնվում, բանակցությունների տեսանկյունից նկատի ունեմ, որովհետև կարծես թե Ռուսաստանը համաձայն է, բայց ոչ մի առաջարկ չի ընդունել, մերժել եւ անցնել խիստ գործողությունների ավելի ճշգրիտ, ավելի նպատակաուղղված ասել է հեշտ է, բայց եւ այնպես եթե հասկանանք, որ ամեն օր ռազմի դաշտում իրոք զոհվում են մարդիկ, բավականին ծանր որոշում կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Դրա համար ինձ թվում է դեռ կշարունակվեն փորձերը ինչ-ինչ ճանապարհներով հաշվի առնելով եւ Տրամպի ռեպուտացիան իր բոլոր տարիների ընթացքում որպես բիզնեսմեն ինքը ինչպես է ինչ բանակցություններ է վարել եւ ինչ ոչի բանակցող է միգուցե եւ սպասենք միգուցե եւ չնայած ես անձամբ ես հույսեր չեմ տածում որտեղ ես համոզված եմ որ գազանի հետ գազանի լեզվով պիտի խոսես չի կարելի գազանին հրավիրել ճաշկերույթի եւ փորձել գառան խորովածի շուրջ գայլի հետ զրուցանել չի լինում չի կարող լինել բայց թե ինչ շարունակություն կունենա կտեսնենք միակ բանը որ հաստատ համոզված եմ որ համաշխարհային հանրությունը Եվրոմիությունը որպես ընդհանուր մեկ միավոր եւ մյուս բոլոր եվրոպական պետությունները պատրաստ են այսօր ոչ օֆիցիալ կոալիցիա գոյություն ունի եւ բացարձակ մեծամասնությունը կողմնակից են ուկրաինական պետության աջակցությանը եւ ինձ թվում է կգա այդ պահը որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ չեն կարող չաջակցել չի կարող լինել համաշխարհային առաջադեմ մարդկությունը պատերազմում է Ամերիկայի Միացյալ Նահանգները մի կողմ են քաշված ամերիկացին թույլ չի տա դա ես նորից եմ կրկնվում որ Տրամպը դա Ամերիկա չի այնպես ինչպես Պուտինը Ռուսաստան է բացարձակ Տրամպը դա Ամերիկա չի եւ այսօր արդեն այն վնասները որ Տրամպը հասցրել է Ամերիկային մոտ մի ամիս ու կեսվա ընթացքում իր ինագուրացիայից հետո ես չեմ կարծում որ սրա վերականգներն է դա բավական բարդ եւ ամերիկացին սա հասկանում է ոտնահարել բոլոր բարոյական արժեքները եւ խոսել խաղաղասիրության մասին խոսել Նոբելյան մրցանակի դափնեկրի մասին սա աբսուրդ է Ամերիկայի ներսում ներքաղաքական կյանքը ուղղակի երրում է հիմա չեն հասկանում մարդիկ ուղղակի իներցիոն կարգով ամերիկացին սիրում է իր երկիրը ամերիկացին պաշտում է իր երկիրը իր նախագահին իր կարգը վարքը բայց եւ այնպես սա այս իներցիան է որ առայժմ թույլ չի տալիս շատ արագ ու մեծ բունտերի Ամերիկայում քանի որ ամերիկացին ուղղակի չի հասկանում ինչ է կատարվում բայց եւ այնպես արժեքները միշտ բարձր են լինելու մարդուց կամ իշխանությունից որևէ խմբից 100% դա այդպես է եւ կգա մի օր կամ Տրամպը իր անձնակազմով իր աշխատակազմով կհասկանան որ այլ դրանից այն կողմ կարմիր գիծ է եւ կշարունակեն իրոք ամերիկյան քաղաքականությունը մարդասիրական առումով եւ գերհզոր տերության տեսանկյունից ինչի՞ ես դու գերհզոր տերություն որտեղ դու ճշմարտության կողմնակիցն ես որովհետև դու միշտ եղել ես ճշմարտության կողմնակիցը, ճշտի կողմնակիցը եւ ոչ ագրեսորի եւ այսօր ինչ անդրադառնանք հայտարարություններին ինչ որ արվել են հուսանք որ կգա մի պահ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ կանգ կառնեն եւ ստապ կնայեն ինձ թվում է Ռուսաստանը կստիպի Տրամպին Պուտինը կստիպի Տրամպին ստապ նայելու իրավիճակներին Զելենսկին ասում է, որ Եվրոպական միությունը եւս պետք է լինի այս բանակցություններում, հա։ Եվրոպան ինչ դերակատարում կարող է ունենալ այս ամեն ինչի մեջ։ Այսինքն բանակցությունը համենայն դեպս դեռևս չկա։ Հենց սա է խնդիրը, որ այսօր չեն կարողանում, լուրջ քաղաքական մակարդակի վրա ներկայացնել ինչ որ լուրջ պրետենզիա, որ ոնց եղավ։ Հələ որ չկա բանակցություններ։
Բայց եւ այնպես Եվրոպան ունի հստակ դիրքորոշում, հետո Եվրոպան է մոնստր է եւ տնտեսական առումով եւ ռազմական առումով, եկեք չմոռանանք, որ քանի 500 քանի միլիոնից ավել բազմաբնակչությունն է Եվրոսայրուզը, այսպես չի որ Եվրոպան 20 միլիոնանոց տերություն է եւ այսօր թեկուզ առանց Ամերիկա, ես վստահ եմ որ Ամերիկայի մասնակցությունը շատ ավելի կհեշտացնի, որովհետև մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի դեմ չի միայն պատերազմը, այսօր Ռուսաստանին են միացված ոչ անմիջապես, բայց Չինաստան, Հյուսիսային Կորեա եւ շատ ավելի բռնապետական պետություններ այսօր պաշտպանում են եւ ներքին կարգով մատակարարում են զենք զինամթերք Ռուսաստանին, թե չէ Ռուսաստանը վաղուց էր սպառել իր ունեցվածը, եթե մենք հետևում ենք վիճակագրությանը, թե ինչ քանակության տանկեր ու ինքնաթիռներ ու եւ այլն այն կորուստներն այնքան են եւ այս տնտեսական սանկցիաների պայմաններում երբ բարձր տեխնոլոգիայի ոչինչ չի մտնում կամ կարելի ասել 5%-ն է ներմուծվում Ռուսաստանն էլ անօրինական ճանապարհներով Ռուսաստանի վիճակի չի ունենալ նույնականակ անընդհատ նույն քանակի 10000 տանկ երբ արդեն 9000-ից ավել խոցվել է եւ իրոք ռեալ գնահատենք որ Ռուսաստանը ռազմի դաշտում էլ շնչահեղձ է լինում եւ այնպես չի որ զինադադարը պետք է միայն Ուկրաինային եւ եթե հաշվի առնենք կորուստները եւ հաշվի առնենք ռազմական այսօրվա պատրաստակամությունը Ռուսաստանը շատ ավելի բարդ իրավիճակի մեջ է ինչքան էլ խաղա իրենց բռնապետը իրենք բավականին լուրջ իրավիճակի մեջ են Հենց դա է նաև խնդիրներից մեկը, որ հնարավոր այդ հրադադարի դեպքում այնպիսի երաշխիքներ լինեն, որ Ռուսաստանը նոր ուժով չհարձակվի Ուկրաինայի վրա։ Հիմա տեսեք, ախր ես լրիվ համաձայն եմ, եւ կան այս ծրագիրը կա։ Եվ բազմիցս խոսվում է վերջին մանավանդ վերջին օրերին, մանավանդ Եվրոպայում գումարվող այդ ժողովներին, համաժողովներին անընդհատ քննարկում են եւ ամբողջ Եվրոպան պատրաստ է, արդեն պատրաստ են, եթե 2 տարի առաջ նույնիսկ սրա մասին խոսքն էլ չէր կարող, այսօր Եվրոպան պատրաստ է իր զորքը տեղակայելու, ուղղակի թողնեն մի հատ եթե, միայն, բայց հրադադարից հետո, որովհետև սա պահանջում է միջազգային իրավունքը, իրենք այսօր են պատրաստ, բայց սրանով իրենք խախտեն պատերազմի ժամանակ, սա կլինի արդեն ոչ թե տեղակայել խաղապահ զորքեր, այլ մասնակցել պատերազմին։ Տարը հարգում է եվրոպացին, ռուս չի, որ դա մի քիչ էլ էսկոմ, մի քիչ էլ ենկոմ, կոտլետ կասի, թե աղցան կասի, ինչ։ Այսօր տես չի, Եվրոպան պատրաստ է այսօր հրադադարից հետո ամեն ինչ անել, բայց մի պահ եկեք կանգ առնենք, նախ հրադադարը բերեք պատկերացնենք, ինչքանով է իրագործելի, եւ Եվրոպան էլ է հասկանում, որ չի կարող լինել անընդհատ խոսակցություններ, բանակցություններ հրադադարի մասին, հետո մենք կտեղադրենք մեր ուժերը, բայց ամեն օր մարդիկ են զոհվում եւ ամեն օր վտանգը դեպի Եվրոպա ուժեղանում է խոսում են կանգնեցնել այն պայմաններից մեկը որ մոբիլիզացիան կանգնեցնելն է կներեք 1.200.000-անից այսօր մարտունակ բանակ ունենք ռազմաճակատում ինչ է նշանակում դադարեցնենք մոբիլիզացիան այսինքն ինչ մարդկանց ուղարկենք տուն Սա ինչին է նման, այսինքն սրանք էլ եմ ասում չէի հոմանիշներն են, անընդունելի ինչ-որ պայմաններ, բայց եւ այնպես ժամանակ շահելու խնդիր ունի Ռուսաստանը, այնպես չի որ Ռուսաստանը այսօր կարողանում է ամեն ինչ անել, մի տարի անընդմեջ օրեկան մոտ 2000 զինվոր կորցնելով, չեմ ասում էլ տեխնիկան, վիրավորով եւ սպանվածով, եւ պատկերացրեք մինչեւ 1 միլիոն է արդեն հասնում մարդկային կորուստները Ռուսաստանի եւ ռուսազգներ ինչքան էլ լինի հետ մնացած չեմ ուզում վիրավորեմ ազգին բայց եւ այնպես 21-րդ դարում ինֆորմացված են եւ չի կարող սա այդպես երկար շարունակել հաղթանակների շարքը կանգնեց առանց այս խոսակցությունների առանց այս ընդհարումների կանգնեց Ռուսաստանը ուղղակի շնչահեղձ եղավ Պակրովսկում արդեն շնչահեղձ եղան եւ շատ հավանական հակահարձակումների փուլ է սկսվում
Բայց եւ այնպես Ռուսաստանն է շարունակում իր բլեֆը կամ ես ուղղակի դեմ եմ այդ տեսությանը էլի ոնց էր նախորդ պայմանավորվում են մեկի դեմ չեմ ուզում հավատամ որ կարող է ինչ-որ Տրամպի հետ պայմանավորվածություններ լինեն տեսնենք շարունակությունը ուր է տանում ամեն դեպքում ասեմ որ ուկրաինական հասարակությունը անկեղծ եմ ասում մի մարդու պես նույն սրտի տրոփումով լրիվ համահունչ իրենց նախագահի հետ սրտի տրոփումով վարքյան այդ մասնակցում են այս բոլոր իրադարձություններին եւ այսօր ընդհակառակը միտեղ ես շնորհակալ եմ Տրամպին որ նորից ինչ որ մի նոր էներգիա չնայած այդ էներգիան անընդհատ կար բայց հոգնածություն էր նկատվում հիմա մի նոր էներգիա է մտել ժողովրդի մեջ եւ բոլորը միասին այսօր պատրաստ են Ամերիկա չես ուզում եւ մի ուզի մենք մեր երկրի համար ինքներս միջև վերջին մարդը պատրաստ ենք զոհվելու բայց մենք ոնց կճանաչենք Զապորոժյան Ռուսաստանի մարզ Խերսոնը Ռուսաստանի մարզ տարածքների կորուստից ես խոսում պարոն Տրամփ բա օրենքը բա իրավունքը բան ձեռնամխելիությունը տարածքային թե քո համար ճանապարհ ես հարթում ես դեռ վաղուց եմ ասել որ սա շատ ահավոր մի նախադեպ կարող է լինել այնպես որ շանս չունի այս տեսանկյունը այս սցենարը հաղթանակելու շանս չունի ուղղակի չունի շանս Սա նշանակում է վերադառնալ 15-րդ դար, 16-րդ դար, ինչ-որ sense չի լինի, էլի, այսօրվա մարդը չի համաձայնվի ապրել 15-րդ դարի օրենքներով։ Ոչ ոք չի համաձայնվի, ոչ մի պետության մեջ չեն համաձայնվի։ Ամեն դեպքում լավատեսությունը թող միշտ մեր լինի, ես համոզված եմ, որ Ուկրաինան միջև վերջ կանգնելու է, իր միջև վերջ մարտնչելու է եւ առաջադեմ մարդկությունը ամեն ինչ անելու է եւ ներուժը շատ մեծ է եւ մենք տեսնում ենք այսօրվա տրամադրված գումարներին եվրոպական միության կողմից իրենց ներքին ռազմական ներուժը ավելացնելու բացառիկ 800 միլիարդ եվրո է տրամադրվել եւ չեմ ասում որ սա անուղղակիորեն սա Ուկրաինային ուղղված օգնություն է Շնորհակալ եմ խնդրեմ Զրուցակիցս Ուկրաինայի Խմելնիցկի մարզի հայկական համայնքի ղեկավար Սուրեն Հավաքյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։